կարելի ասել, որ այս դատական գործընթացները, որը այժմ վարում է Ադրբեջանը, դա զուգահեռ այդ գործընթացն է, որը նախապատրաստում է այդ հողը, որը այդ ստորագրելուց հետո իրեն իրավունք կտա պարտադրել Հայաստանին, ընդունել այդ իր մեղավորությունը։ Իհարկե։ Հիմա այստեղ մի հատ շատ կարևոր հարց։ Այս ամենը կարող էր այսպես չլիներ, եթե ես հարցնում եմ, արդյոք այս ամենը չէր լինի այս ընթացքով, եթե մենք ժամանակին կարողանանք եւ այսօր եւս կարողանանք բացատրել աշխարհին, գուցե չենք կարողացել բացատրել, թե ինչումն է պատճառը եղել Արցախի հարցի առաջացման, Արցախի խնդրի պատճառը։ Եթե մենք դա չենք կարողանում ապացուցել, ստացվում է, որ այո, այնինչ Բաքվում հիմա կատարվում է, այնինչ անում է Բաքուն եւ խաղաղության պայմանագիր է կնքում Հայաստանի հետ, երբ որ Հայաստանը ընդունում է, որ ինքը եղել է ագրեսոր, օկուպանտ, այդ ամեն ինչը։ Եթե մենք չենք տալիս բուն, թե մենք արել ենք մեր աշխատանքը, մենք աշխարհին բացատրել ենք, թե ինչից է սկսել, որն է պատճառը, որն է բուն Արցախի այն ժամանակ Ղարաբաղի կոնֆլիկտ էր կոչվում, Ղարաբաղի կոնֆլիկտի իմաստը, թե դա ես սխալ եմ, երկուսը իրար հետ պետք չի կապել։ Այո, մենք աղճատված քաղաքական պատկերացումներ ունեցող վերնախավ ենք ունեցել քաղաքական, որը մեզ փաստորեն հենց սկզբից տարել է մի ճանապարհով, ես էլ այդ ճանապարհով մեկը գնացածներից մեկն եմ։ Ես եթե ավակ լիներ այն ժամանակ մեկը, որը այլ ձևով բացատրեր իրավիճակը, որ սա տանելու է դեպի փակուղի, մենք երևի ուրիշ ձևով պիտի ձևակերպեինք խնդիրները հենց սկզբից։ Բայց այս դասերը, որ մենք 30 տարում ունեցել ենք, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կարող է շատ դրական դաս լինել մեր համար, մեր ժողովրդի համար, եթե մենք պատկերացնենք մի ուրիշ ժամանակ, որը գալու է ուրիշ խնդիրներով արտակարգ իրավիճակի ժամանակ, ոչ թե այսօրվա արտակարգ իրավիճակ, այլ այն վաղվա, որը իդեպ գալու է, անխուսափելիորեն գալու է։ Խոսքը նրա մասին է, որ համաշխարհային այս լարումները, որոնք տիրում են թե Մերձավոր Արևելքում, թե Ռուսաստանում, շատ ավելի լուրջ արտակարգ իրավիճակներ են ստեղծելու, քան մենք այսօր ունենք։ Եվ այսօրվա մեր ժամանակը դեռ խաղաղ, որ մենք ունենք մտածելու համար, թե ինչի համար այսպիսի վիճակի ենք եկել, այսպիսի սնանկության քաղաքական եւ այդ ձևակերպելու համար մեր նոր, այսպես ասած, տեսլականը, որովհետեւ քաղաքական տեսլականի մասին է խոսքը։ Այո, դա մեզ կօգնի եւ կլինի դաս, եւ մենք շնորհակալ կլինենք ճակատագրին, որ մենք ասենք օրինակ Նիկոլ Փաշինյան ունենք այսօր, որովհետեւ դա մեզ ստիպեց, որպեսզի տեսնենք վաղվա օրը ինչպես պետք է արվի։ Բայց եթե այսօր անելիք ունենք։ Այո, ես դրա համար հետ չեմ նայում, մենք այդ այսօրվա խնդիր ունենք, այո, բայց նաև երեկվա այդ խնդիրները, որտեղ այո, Նիկոլ Փաշինյան ծնունդ է այդ ամբողջ 30 տարվա, որտեղ այդ ճանապարհը, որը անցել են, այո, քաղաքական աղճատված պատկերացումները, թե կարելի է ասենք Արցախի հարցը հայկական ընդհանուր հարցից անջատել, հա, լուծել այդ հարցը, հետո փորձել ուրիշ հարցերի անդրադառնալ։ Հիմա, երբ որ մենք հասկացել ենք, որ այդ հարցը հայկական հարցի մաս է, ընդամենը, եւ այսօր, երբ որ անգամ այսօրվա այս ղեկավարությունը, որը հրաժարվել է Արցախից եւ Արցախի հարցից, հա, ասում է ես տեսեք մեր վեճը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդամենը Արցախն է, տվեցինք, էլ վեճ չկա, ուրեմն կարանք խաղաղ ապրենք։ Անկամ այդ ընդունելուց հետո պարզվում է, որ ուրիշ հարցեր ունի։ Ընդ որում ներողություն տարածքային տրամաբանության մեջ։ Այո, բայց տեսեք, որ ոչ իրավունքի։ Բայց տեսեք, որ Ադրբեջանը անգամ այդ ձևակերպումը, այսինքն ասում է, որ մեր վեճը դա չի։ Մենք ուրիշ վեճ ունենք, բացի Արցախի հարցից, ուրիշ վեճ ունենք իրար հետ, որովհետև իրենց գոյությունը առհասարակ սահմանվում է որպես հակահայի գոյություն։ Իրենց սահմանման մեջ են գրել, որ իրենք այդ իրենց ամբողջ կրթության համակարգը եւ այլն դրա վրա է հենվում։ Եվ ասում են միայն խաղաղություն կլինի, եթե դուք ընդունեք, հա, որ դուք վասալ եք։ Դուք վասալ եք, այդ տարածքները մերն ա եղել, մեր հիմա կարող եք ապրել որպես վասալ ձեր տարածքների վրա, որոնք մեր տարածքներն են։ Երբ որ դա կընդունեք այդ վասալությունը, այն ժամանակ մենք ձեր հետ կնստենք, խոսենք, թե դուք ինչպես կարող եք ապրել։ Բայց ոչ որպես ինքնիշխան, որովհետև ես պիտի թելադրեմ, թե քո սահմանադրության որ հոդվածը ինչպես պիտի լինի, խոսքը ադրբեջանցու մասին է։
Այսինքն, երբ որ մենք հասկացանք, որ այսպիսի էգզիստենցիալ գոյաբանական խնդիր է մեր առաջ դրված, Արցախի հարց չի միայն դրված, այլ դրված է մեր լինել չլինելու հարցը, այն ժամանակ պիտի հաջորդը որոշի, ինքը պատրաստ է այդ լինել չլինելու համար, այսպես ասած, կանգնելու, թե պատրաստ է որտեղ հաց ընդեղ կաց ուրեմն բանով շարժվել է։ Հայ ժողովուրդ եք ասում, հայ ժողովուրդը պետք է ընդունի, այո, բայց գուցե ես էլի սխալ եմ, դուք կարող եք շտկել, հայ ժողովուրդը ինքնաբուխ, ճիշտ է, ինքնակազմակերպման պահեր կա, այ հիմա գալիս ենք, վերնախավ ասելով այստեղ եւս վերապահում երկու տարբերակ վերնախավ ասելով դուք նկատի ունեք իշխանական վերնախավ, երկրորդը այնուամենայնիվ քաղաքական միտք ունեցող վերնախավի մասին է խոսքը։ Ոչ միայն միտք ունեցող, այլև կամք ունեցող, որովհետև դու կարող ես ունենալ իշխանություն, բայց կարող է կամք չունենաս, կարող է ունենաս փող, կամք չունենաս, կարող է ունենաս եւ այն եւ կամք ունենաս։ Այսինքն կամքի ունենալը այստեղ անհրաժեշտ բան է եւ երկուսը լինի եւ միտք եւ կամք եւ երրորդ բաղադրիչը պետք է երրորդ բանն էլ կա երրորդը իմս ուրիշն է գուցե ձերը չորրորդը լինի երրորդն էլ վերադառնանք նրան որ ասացիք ժողովուրդը պետք է լինի մեր ժողովուրդը սովոր է հավատալ եւ գնալ ինչ որ մեկի հետևից այ երրորդը ես ասում եմ պետք է վստահություն նշնչի եւ վայելի այդ հեղինակությունը ժողովրդի որը նույն բանի մասին որը արժեքներն են որովհետեւ առանց այդ արժեքների միտքը դառնում է անգամ չարիքի գործիք, հա, սատանայի գործիք կարող է լինել, սատանան շատ խելոք է, եթե կամք չունես դու դառնում ես կկու եւ եթե սիրտ արժեքներ չունե, արժեքները անհրաժեշտ մաս են եւ վստահությունը ժողովրդի ոչ այնքան մտքով է լինելու, որովհետեւ ցավոք սրտի մեր այսօր ընդհանուր զանգվածային մտածողության մտավոր մակարդակը այն թույլ չի տալիս դա։ Խեղում են, որովհետև այո, խեղված խեղում են, չեմ ասում խեղված է, ասում եմ ընդհանուր անընդհատ խեղում են, որովհետև որովհետև մենք կարող ենք massայաբար, ասենք, թուրքական երաժշտություն լսել, ուրախանալ դրանից եւ այլն։ Խեղված, այո, massայական գիտակցություն է, բայց այդ նույն խեղված գիտակցության մեջ կա սիրտ, արժեքներ հենց ժողովրդի մեջ, որտեվ ժողովրդի մեջ այդ արժեքները ժողովրդական ձևով գոյություն ունեն։ Հիմա խնդիրն է, որ երբ որ այդ վերնախավ ասածը կունենա նաև արժեքներ, հա, այդ վստահությունը կստանա առանց անգամ անհրաժեշտ մտքի, որովհետև սրտով կզգան, որ այդ նոր իշխանություն եկողը այո ունի սիրտ, ունի ուրեմն արժեքներ։ Այսպես